Համաձայն եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ եթե Փաշինյանը վերընտրվի, Սյունիքը Արցախի ճակատագրի կարգավորվի։ Բավական է։ Իհարկե։ Ինչու՞։ Որովհետև տեսնում ենք, զգում ենք, հա։ Տեսնես պիտի վերջը լինի այդ հունիսի 7-ը գալու է, թե չէ արդեն, հա։ Փաշինյանը գրողի ծոցը, вообще չերևա։ Միանշանակ։ Փաշինյանը չի ընտրվի, Աստված մի արասը։ Ենթադրություններ չեմ ուզում անեմ, Աստված մի արասը։ Սյունիքը կարժանա Արցախի։ Դաժե ձեզ հետ եմ համաձայն, ցաղին հետ էլ համաձայն եմ։ Իհարկե։ Քոչարյանի հետ ոչ մի բանով համաձայն չեմ, Քոչարյանը թե ինչ գրող ու սև ցավա, բայց Փաշինյանն էլ ընտրվելու իրավունք չունի։ Թող ռադ գնա Քոչարյանը քաշիստեղից գնա իր Արցախում ապրի։ Արցախը Քոչարյանը չի տվել է ախր։ Քոչարյանի Արցախը Քոչարյանը չտվեց է ախր։ Քեզով ասում Քոչարյանն տվել, Սերժն տվել եւ այլ Երևան մակլավիկների հետ միասին։ Ես քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, բայց ով ժողովրդին լավ է նայում, նրա կողմնակիցն եմ, կարևորը ժողովուրդն է։ Իա, չէ, բոլորովին։ Համաձայն չեմ։ Մենակ Սյունիքը չի, Երևանն էլ։ Ալիևը ինչ ասում։ Ալիևը ասում է Երևան դա բիզիմ դիր, ասինքն Երևանն էլ է մերը։ Ես չեմ կասկածում։ Անպայման Երևանն էլ է եռնելու։ Եթե Փաշինյանը մնաց, ուրեմն կորած ենք մենք, մենք պիտի քոչենք այստեղից։ Իմ ասածս հետ է։ Ես 18 թվին, որ ինքս ստանձնել է այդ պոստը, ես Մալացիայի ավտոբուսում եմ եղել։ Ոգևորված խոսում էին, ասեն ժողովուրդ ջան, այս մարդը մեր ցնամին է։ Հեսա կտեսնեք, Ղարաբաղն էլ է տալու, Հայաստանն էլ ծախելու է։ Սա Հայաստանը ակորը է բարձելու։ Իմացեք դա, դուք էլ ուզելու եք, քանեք չեք կարելու։ Տանջվելու եք։ Հեսա քանի տարի է, ուզում են, հանեն չի տածում, որովհետև երեք ես նայում էի, ինքը ելույթ է ունենում, իրեն համար բան է, խորոված են արել, թե ինչ են արել։ Պիտի աման չի, պրեմիեր մինիստրը հապշտակած հաց է ուտում, կոշտ սոված մերնում ես, չես ամանչում, հացը տեսել ես, ներեցեք արտագացը, հեյվանը, որ իրը քորս պահես սոված, կանանչ խոտը տաս, նենց կհարձակվի, չէ ամանչում է, ժողովուրդը նայում են, սոված ես, մի հացա, մի կտոր հաց, կուլտուրն է, որ քեզ ընդունում են, ասենք ընդունում են, բայց սա գիտենք, որ չեն ընդունում, բանը մաշինեն, ավտոնեն լծված մարդեք բերում ես, որ իպարև քեզ բան են անում, ոչ մեկն էլ չկա, դուք որ ստուդիայից եք։ Օրագիր նյուս։ Օրագիր։ Ես իմ կարծիքս, ես այդ մարդին չեմ արգում, որովհետև այն իրան պահվածքը, մի քիչ ռուսերեն էլ է ասեմ, любой премьер-министр Европы давно бы подал в отставку. Он должен стесняться своего поведения, личного поведения. Но у него ни человеческих, ни культурных, никаких свойств нет. Он потерял всякую человеческую облик. Все, то, что делает, он не знает, что он делает. Разве так можно вести себя? Это же не поведение премьер-министра. Это уличного человека. Это мое вот высказывание. Я больше не могу. Я когда смотрю на него, у меня аллергия появляется. Аллергия, понимаете? Я выключаю телевизор. Ավելին, եւ համաձայն եմ, եւ ինձ համար շատ մտահոգիչ է, որ Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավը սկսեց հենց Սյունիքում եւ այն ռետորաբանությամբ, որ Արցախում էր 2021-19 թվականին ասում Արցախ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այդ նույն ռետորաբանությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում էր Սյունիքում ելույթներ ունենալ, նաեւ ինչ որ փորձեց արտասվել։ Ես կարծում եմ, որ պետք է Նիկոլ Փաշինյանը գնա, որպեսզի ոչ միայն մենք Սյունիքը չկորցնենք, այլ տարածքներ եւ մեր ինքնիշխանությունը կան մարդիկ, ովքեր կարող են պաշտպանել։